Ախուրյան անունը նոր չէ, այն գալիս է պատմական Հայաստանի խորքից եւ կապած է մեր 5 գետի եւ ժողովրդի հազարամյա հիշողության հետ։ Ախուրյան համայնքը միայն բնակավայր չէ, այլ հայկական պատմության շարունակականության մի մասնիկը։ Ողջույն, ախուրյանցիներ ջան։ Ուժեղ Հայաստան դաշինքը այսօր այստեղ է, Ախուրյանում, ձեր հարկի տակ, որովհետև Ախուրյանը Շիրակի ուժն է, տոկունության և ստեղծագործ աշխատանքի խորհրդանիշը։ Այստեղ մարդիկ դժվարությունները հաղթահարում են միասնականությամբ և կամքով։ Այս հողը տվել է աշխատասեր ու պայքարող մարդիկ։ Մենք եկել ենք, որովհետև մեզ համար, ուժեղ Հայաստան դաշինքի համար, գերկարևորագույն նշանակություն ունի Հայաստանի յուրաքանչյուր համայնք, գյուղ, փողոց և տուն։ Սիրելի ախուրյանցիներ, փոփոխությունը շատ շուտով գալու է Ախուրյան։ Իսկ դուք փոփոխության համարը հիշում եք։
Փոփոխության համար 3 փոփոխության համար 3 Սիրելի ախուրյանցիներ, ձեզ իր խոսքն է ուզում հղել Ախուրյանի արժանավոր զավակ, ըմշամարտի Եվրոպայի չեմպիոն, Ախուրյանի պատվավոր քաղաքացի ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Վարշամ Բորանյանը։ Բարև ձեզ, սիրելի ախուրյանցիներ ջան։ Հարգելի պարոն Կարապետյան, ողջունում ենք ձեզ մեր Ախուրյանում, շատ ուրախ ենք տեսնել ձեզ մեր համայնքում։ Ես ավելի քան վստահ եմ, որ հունիսի 7-ից հետո գալու է մի օր, երբ մենք կարողանալու ենք մեր համայնքում դիմավորենք նաև մեր հաջորդ վարչապետ պարոն Սամվել Կարապետյանին ևս։ Սիրելի ախուրյանցիներ, իմ հիշողությունների մեջ շատ վառ են այն օրը, երբ մեծ թվով ախուրյանցիներ մեծ շուկով եկել էին Զվարթնոց օդանավակայան դիմավորելու ինձ, երբ հետ էի վերադառնում Եվրոպայի առաջնությունից, որտեղ հաղթող էի դարձել։ Դուք գիտեք, որ ես իմ ամբողջ կյանքում պայքարել եմ սպորտի մեջ, բայց երբ ավարտում էի իմ սպորտային կարիերան, իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ գալու է մի օր, որ ստիպված եմ լինելու պայքարել մեր ինքնությունների դեմ կռիվ տվողների հետ։ Իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ պայքարելու եմ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակվողների դեմ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այդ պայքարի մեջ, կրկնակի անգամ ավելի պատիվ է, որ այդ պայքարի մեջ եմ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, ով անգամ իր ազատության գնով հետ չկանգնեց այդ պայքարից։ Իսկ ինչ է մնում մեզ բոլորիս, գնալ հունիսի 7-ին ընտրությունների, խնդրում եմ, սիրելի ախուրյանցիներ, խնդրում եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այստեղ չեն, բայց հնարավորություն ունեն լսելու մեզ, գնացեք հունիսի 7-ին ընտրությունների, գնացեք և ձեր ձայնը տվեք ուժեղ Հայաստան դաշինքին, որը համար 3-ն է։ Փոփոխության համար 3, փոփոխության համար 3, ուժեղ Հայաստան ունենալու համար 3, շնորհակալություն Աստված բոլորիս հետ, դեպի հաղթանակ, դեպի ուժեղ Հայաստան։ Շնորհակալ ենք պարոն Բորանյանին, սիրելի հավաքվածներ, հենց Ախուրյան գետի ափին է գտնվում հայոց մայրաքաղաք Անին իր 1001 եկեղեցիներով և իր մայր տաճար Սուրբ Աստվածածին կաթողիկե մայր տաճարով։ Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ Անին կորսյալ է, իսկ Աստվածածին եկեղեցին ավերված։ Ախուրյանի հրապարակը իր անճարելի լույսով զարդարում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցված է հենց Անիի մայր տաճարի օրինակով։ Մենք բոլորս պարտավոր ենք տեր կանգնել մեր եկեղեցիներին և պետական ազգային ինքնությանը։ Եվ այդ գործում ուժեղ Հայաստան դաշինքը ամենավստահելի երաշխավորն է ազգային պետական շահերի պաշտպանության և եկեղեցապաշտպանության գործում։ Մեր նպատակների իրականացման հարցում անգերագնահատելի է այն մարդու գործը, ով խոսում է ուժեղ պետության մասին, նոր հնարավորությունների մասին, ով հավատում է ուժեղ Հայաստանին, ազգային միասնությանը և ապագայի հաղթանակներին։ Դիմավորեք ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան։
Ախուրյանցիներ ջան, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ախուրյան համայնքը Հայաստանի ամենամեծ գյուղական համայնքներից է։ Երևի կարելի ասել ամենամեծն է։ Եվ այստեղ պատմականորեն եղել է ինչի հիման վրա է այսպես մեծացել, եղել է լավ մեծ շաքարի գործարան, եղել է մեծ արդյունաբերական տուֆի եւ քարերի արտադրամասեր, ճիշտ է։ Իսկ այսօր Ախուրյանը վերածվել է միայն կաթնամթերքի վերամշակման, էժան գներով կաթ մատակարարելու գյուղական համայնքների միավորման։ Ու աղքատության մեջ խրված Շիրակի մարզի ամենաբազմամարդ գյուղական համայնքների միավորումը Ախուրյան խոշորացված համայնքը ունի զարգացման ծրագիր։ Չգիտեն մարդիկ ինչպես է լինելու 2 տարի հետո, ինչ է այստեղ կառուցվելու 4 տարի հետո, 5 տարի հետո։ Մենք ունենք այդ ծրագիրը։ Մեր ծրագրի նշանակալի մասը Շիրակի մարզին ապահովել աշխատատեղերով։ Շիրակի մարզի տղամարդիկ պետք է գործ ունենան, որ խոպան չգնան։ Կանայք պետք է գործ ունենան, որ իրենց համար ճիշտ զարգացնեն իրենց կարիերան, ընտանիքը կարողանան ճիշտ պահեն, լավ պահեն։ Սա է մեր ծրագիրը մեր Հայաստանի համայնքների համար։ Այս համայնքը իր բազմամարդությամբ, իր խոշորությամբ լինելու է ուշադրության կենտրոնում, որովհետև ընդհանրապես Շիրակի մարզի համար մեր ծրագիրը, զարգացման ծրագիրը պետք է հատկանշական լինի, որովհետև շատ մեծ է աղքատությունը այստեղ։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ քաղաքի ու գյուղերի ամենաունևոր մարդիկ խոպանում աշխատած մարդիկ չլինեն, տեղում հարստություն ստեղծած մարդիկ լինեն։ Մենք դրա վրա աշխատելու ենք, որ մեր ժողովուրդը չլքի Հայաստանը, որովհետև Հայաստանի դատարկվող գյուղերն են այն նշանը, այն կանաչ լույսը, որը Հայաստան է հրավիրում մեր թշնամի ազգին։ Իշխանության կառավարման ժամանակ գյուղերը շարունակում են դատարկվել։ 220 դպրոց է փակվել Հայաստանում, ամեն 4 գյուղի դպրոց փակվել է։ Եվ չնայած դրան, որոշ գյուղերում իշխանությունը դեռ ունի աջակցություն։ Այնպիսի տպավորություն է, որ որտեղ ավելի շատ վնաս է տրվում, այնտեղ ավելի մարդիկ աջակցություն են, մարդիկ կան, ովքեր աջակցություն են տալի իշխանությանը։ Ժողովուրդ ջան, ինչ աշխատատեղ է ստեղծվել Ախուրյանում վերջի 8 տարվա ընթացքում։ Ինչ գործարան է ստեղծվել Ախուրյանում վերջի 8 տարվա ընթացքում։ Ոչ մի աշխատատեղ չի ստեղծվել։ Ինչն է առավաճան, որ մյուս 5 տարվա մեջ պետքա ստեղծվի այդ աշխատատեղերը։ Եթե 8 տարի չեն ստեղծել, չի պետքա, եթե չեն ստեղծել մինչև այս 8 տարում, 5 տարում ստեղծեն։ Չկա այդ առավաճան։ Չկան, ծրագիր չունեն, մեր վարորդը, պատկերացեք բոլորս ավտոբուսի մեջ ենք, ավտոբուսի վարորդը չգիտի ուր ենք գնում, երաշտություն ա դնում, մեջը ուրախ ա ավտոբուսի, ամեն օր մի տազա բան անում ա, նայում ենք ասում ենք ինչ հետաքրքիր վարորդ ա ավտոբուսի, բայց տեղը չի ասում ուր ենք գնում, չի ասում 5 տարի հետո Ախուրյանում 2 արտադրություն ա լինելու, այս փողոցներում այս աշխատանքն ա կատարվելու, ժողովուրդը զբաղմունք ա ունենալու, կանանց համար կարի ֆաբրիկաներ լինել, չի ասում։ Ուղղակի զբաղացնում ավտոբուսի ժողովրդին, մեզ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մեր ծրագիրը ուրիշ է, կոնկրետ քայլեր, կոնկրետ աշխատանք պետքա տանենք, առանց լիրիկայի, առանց ես ձեզ սիրում եմ, սենց նշան անեմ, դուք ստեղնես տղամարդիկ են ապրում, որ հաստատ այդ նշանները իրենց դուրս չի գալի, որ մեկը անում։ Ընդհանրապես նշան անելը դուր չի գալի, դուր ա գալի գործ անելը։ Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամներ նշել է, որ իրենք պետք է ուզում է իր ազգի ներկայացուցիչները գան Հայաստան։ Ասում է խաղաղությունից հետո պետք է վերադառնանք Հայաստան, իբր ադրբեջանցիները։ Դա ասում է նա վստահ լինելով, որ Հայաստանում փակում են դպրոցներ, Հայաստանում գյուղերում աշխատատեղեր չկա։ Դա ասում է վստահ լինելով, որ Հայաստան բնակչությունը իջնելու է, բայց Հայաստան բնակչությունը չի իջնելու, որովհետև Հայաստանը լինելու է ուժեղ,
տղամարդիկ իրանց գործն են ունենալու, պարապ չեն ունենալու, կանայք համ աշխատանք են ունենալու, համ էլ կարողանալու են իրենց բալիկներին ընտանիքը լավ պահել։ Ու դրսում ապրող հայերը վերադառնալու են ուժեղ Հայաստանը դա է։ Իսկ հարևան երկրի ղեկավարը թող իր երկրով զբաղվի ու էլ աչք չդներ։ Շնորհակալ ենք պարոն Կարապետյանին գովանդակալից եւ ճշմարտացի խոսքի համար։ Սիրելի ախուրյանցիներ, ձեր միասնությունը, համախմբվածությունը, կամքն ու ոգին մեր բոլորիս միասնական հաղթանակի ամենամեծ երաշխիքն ու հովանավորն են։ Ձեր կամքով, ձեր քվեով շատ շուտով ունենալու ենք որ Կարապետյան ուժեղ Հայաստանը կայացած է։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Այո, սիրելի ախուրյանցիներ, հիշեք, միասին ենք փոփոխություն բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան եւ փոփոխության համարն է համար 3, համար 3, Սիրում ենք բոլորիդ եւ շնորհակալ ենք շատ